Տեսանք Ռումինիայի Մոլդովայի ընտրություններում ինչա փորձարկվում։ Այո, Դա տեսանք։ սկսվեց Ռումինիայով, հետո տարածվեց Մոլդովայի վրա։ Օրինակ Ռումինիայում դե ֆակտո հաղթած տեխնացուով Ջորջեսկոյի գրանցումը չեղյալ հայտարարեցին, երբ որ նա արդեն առաջի փուլի ֆավորիտներից մեկն էր, եւ նոր ցիկլ սկսեցին, որովհետեւ գլոբալիստական ուժերը պահպանեցին իշխանությունը։ Մոլդովայում ընդհանրապես եվրոֆաշիզմի դրսևորման։ Այո, ուղղակի արեցին։ Այո, ասենք կամայական վերցրեցին կուսակցություններ չգրանցեցին։ Ընտրողների համար սահմանափակումներ մտցրեցին այն ռեգիոններում, որտեղ գիտեին, որ դիմադիր ուժերը հաղթելու են, եւ Մոլդովան ի դեպ ապացուցեց, որ հին համակարգերով ու հին մտածողությամբ ընդդիմությունը պարտվելու է, որտեղ իշխանությունը շատ արագ արձագանքում ամեն ինչին, իսկ ընդդիմությունը շատ դանդաղաշարժ էր, գուցե դասական, բայց դանդաղաշարժ։ Հիմա ոչ մի չի խանգարում, որ այդ մոդելը Հենց դա եմ ասում, այսինքն միակ բանը, որ կարող խանգարի, դա այսօրվա ստատուս քվոն փոխելն է։ Այսինքն ընդդիմությունը պիտի գեներացված փողոցներ։ Անվստահության գործընթաց, հա, գեներացում։ Գիտեք, այդ անվստահություններ, ընտրություններ, բոլորը կարող են հաջողել մի պարագայում։ Եթե դու ունես փողոց,